Մանկապարտեզից որոշել ես, որ բժիշկ ես դառնալու, հատկապես գինեկոլոգ։ Տեղափոխվելու որոշումը հենց այդ բժշկական high level-ին հասնելու նպատակով է եղել։ Գիտեի, որ ասում էին Գերմանիայի բժշկությունն ավելի լավն է։ Վաղ փուլերում հաղթորոշելը բերում է նաև վիրաբուժական մասշտաբի փոքրության։ Մեր հիվանդանոցում նաև տեղադրեցին առաջին արհեստական սիրտը։ Դասական վիրաբուժությունը եւ ռոբոտի օգնությամբ արված վիրաբուժությունը ինչով են իրարից տարբերվում։ Հիվանդների հետ հոգեբանական աշխատանք տանելու անպայման դասեր կա։ Հայաստանը ինչքան հեռու է այդ ռոբոտիկ վիրաբուժություն ունենալու երազանքից։ Արտասահմանում աշխատող բժիշկներ մեծ հաճույքով կդառնան կամուրջ Հայաստանի համար, որպեսզի այնտեղի լավագույն մասնագետները գան ու այստեղ տրեյնինգներ կազմակերպեն մեր բժիշկների համար։ Ինչն է պատճառը, որ այստեղ ճանապարհն ավելի բարդ է։ Ես երբեք չէի տեսել, որ բժիշկը հակադեպրեսանտներ խմի։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարի երեկո, բարի ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին Կարդիոլաբն է եւ ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից, միասին հաղթահարենք հիվանդությունները եւ ստեղծենք առողջություն։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ հավանել մեր հաղորդումները եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալություն։ Իսկ այսօր մեր հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Բարեկամներ, խոսելու ենք մինչ այս չխոսված բժշկագիտության մի ոլորտի մասին, որը գինեկոլոգիան է։ Իմ հյուրն է Գերմանիայի Տրիեր քաղաքից բժիշկ գինեկոլոգ Արման Զոփունյանը։ Ողջույն Արման ջան, շնորհակալություն, որ հյուրի եկաք։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Շատ հաճելի է։ Փոխադարձ, շատ հաճելի է։ Հատկապես Երևանում, Հայաստանում, լավ եղանակին։ Եղանակը լավն է, չէ՞։ Ձեզ մոտ ինչպես էր։ Մեր մոտ անձրևային երևի կարելի է ասել վերջին 1 շաբաթ։ Ավելի ցուրտ է։ Միանշանակ երևի։ Այ խնդրում եմ մի փոքր պատմեք ձեր անցած ճանապարհը, մենք միշտ այդպես ենք սկսում մեր հաղորդումները, կարող եք սկսել շատ սկզբից, մանկությունից, եթե կուզեք կիսվել մեզ հետ, նույնպես շատ հետաքրքիր է, որովհետև բժիշկները իմ կարծիքով մի քիչ առեղծվածային եւ ընդհանուր հանրությունից երբեմն տարբերվող ճանապարհ են ունենում անցած եւ մենք փորձում ենք մեր հաղորդումների շրջանակներում բացահայտել նաեւ այդ ճանապարհը, քանի որ մեզ դիտում են բազմաթիվ երիտասարդներ, ուսանողներ։ Ճանապարհս ես անձամբ իմ ճանապարհը շատ հետաքրքիր եմ համարում, մեծացել եմ Երևանում, Մասիվում։ Մասիվը հատկապես ամենահետաքրքիր։ Որտեղ շատ հետաքրքիր մանկություն եմ ունեցել, դպրոցներ եմ ավարտել ու իմ ծնողներն ասել են, որ դու մանկապարտեզից որոշել ես, որ բժիշկ ես դառնալու, հատկապես գինեկոլոգ։ Ինչ հետաքրքիր, ինչով էր դա պայմանավորված։ Չգիտեմ, բայց իմ հարազատները բոլորը ասում էին, որ դա ասել ես, որ ես կնոջ բժիշկ եմ դառնալու, ու տենց էլ եղավ պաստորեն։ Գոհ եք ձեր որոշումից։ Միանշանակ։ Ես կարծում եմ, ինձ հետո նենց ստացվեց, որ ես ընդունվեցի ռազմական բժշկություն, երևի իմ հարազատների տենց ռոմանտիկ պատկերացմամբ, որ ինձ ասեցին դու համ սպա ես, համ բժիշկ, ու իրենք երևի իրենց ընկերներ հոսպիտալի բժիշկներին էին ճանաչում մենակ, մտածում էին, որ ռազմական բժշկությունը սկսվում եւ ավարտվում է հոսպիտալով, բայց իմ ճանապարհը անցավ սահմանին։ Որ թվականներն էին դա։ Ես 2009-ից 2013 թվականը եղել եմ զինված ուժերում ու անցկացել եմ տարբեր զորամասերում սահմանին Ղարաբաղից մինչև Արարատ։ Ոնց էր այդ փորձառությունն ընդհանրապես։ Շատ հետաքրքիր էր կազմակերպչական ու ինչպես նաև ղեկավարման առումով կարծում եմ շատ մեծ գիտելիքներ ու փորձ է ձեռք բերում, հատկապես հայկական մտածելակերպի հետ շփվելով, որովհետև ինձ թվում է, եթե գնում ես հիմա Գերմանիա, հայ երիտասարդ տղան դա լուրջ լայն մտածելակերպով ու իսկականից շատ ավելի ազատ մտքով մարդ է, քան գերմանացին, որը որ sense ինչ որ կոնկրետ
օրենքներով սովորած կոնկրետ սահմանափակ իրենց մտածելակերպը մի քիչ այլ է, շատ ուղղորդված է, որը որ հիմնականում կենտրոնանալու համար շատ լավ է, ինչ որ գործանելու համար, բայց հայերը մի քիչ ավելի մեծ մասշտաբով են մտածում, կարծում եմ դրա համար երևի համ մեր բժիշկները, համ երիտասարդները, երբ որ Հայաստանից դուրս են գալիս, իրենց հաջողությունները շատ ավելի գերազանցում են։ Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ այստեղ ճանապարհն ավելի բարդ է։ Ես չգիտեմ, ես իմ ճանապարհը շատ բարդ չէի համարի, ավելի շատ հետաքրքիր ու լավ փորձով կհամարեի, չնայած գոլեկաներ ունեմ, որ իրենք մտածում են, որ այդ ճանապարհը բարդ է եղել իմ համար։ Ես շատ բան եմ սովորել, ես ուղղակի ուսուցողական կհամարեի կամ մեծ փորձ տվող ճանապարհ կհամարեի, հատկապես ռազմական մասը։ Ինձ թվում է երևի մեր երկրի տվյալ ժամանակի, ովքեր մեր տարիքի են եղել, տվյալ ժամանակի արտաքին կապերի սահմանափակության համար, որովհետև մենք շատ բժիշկներ ենք ունեցել, կարծում եմ, որ ուզեցել են ավելի մեծ մասշտաբի ուսում ստանան, դրսում կլինի Գերմանիայում, կլինի ԱՄՆ-ում, օրինակ իմ որոշումն էլ տենց եղավ։ Ես որոշեցի, որ բժշկության մեջ պետքա Վիշի լիգա խաղամ։ Ամբիցիոզ որոշում է։ Մտածեցի, հա, ռազմականից հետո, որ դուրս եկա ռազմականից ու ընդունեցի գինեկոլոգիա, ինձ քամին քշեց տարավ տենց ռազմական, բայց ես մեկը նորից վերադարձա իմ ուղին։ Ձեր մանկության որոշմանը։ Հա, տենց ստացվեց, որ ամեն դեպքում ես եկա իմ ընտրությանը, ու տենց որոշեցի, որ եթե խաղում եմ կամ ԱՄՆ կամ Գերմանիա, բայց այդ ժամանակ ոնց որ չկար ինչ որ մեկը, որ ինձ հստակ ինֆորմացիա տար, իմ ունեցած ինֆորմացիայով ես չէի լսել, որ ինչ որ մեկը գնար Գերմանիայից ԱՄՆ բուժվելու, բայց գիտեի, որ ասում էին Գերմանիայի բժշկությունն ավելի լավն է, ու գնում էին ԱՄՆ-ից Գերմանիա բուժվելու, հատկապես այն մասը, որ ես էի ուզում ընտրեի, դա օնկոգինեկոլոգիան էր, դրա համար ես որոշեցի, որ պետք է գնամ Գերմանիա։ Ու դրանից հետո իհարկե միացավ արդեն ռոբոտային վիրաբուժությունը։ Բայց մինչ այդ գինեկոլոգի մասնագիտացումը այստեղ Երևանում եք ստացել, թե դրսում եք արդեն գնացել եք ճանապարհ։ Ես անցել եմ իմ գինեկոլոգիան Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Ճիշտ ասած, մտքում սենց այդ կենտրոն մասը մտածում եմ, թվում էր, որ կարող այնտեղ անցած լինեք։ Որը ինձ բավականին շատ լավ փորձ է տվել։ Ես ձեզ ասեմ, իհարկե ես անձամբ համարում եմ, որ թեորիայի ընկալումը կամ հավաքը, հա, ինֆորմացիայի ամեն ուսանողի կամ կլինիկական օրդինատորի իր սեփական խնդիրը պետքա լինի, ինքը պետքա որոշի ոնց այդ ինֆորմացիան հավաքի ու ինչ է իրեն պետք, իսկ պրակտիկայի առումով ես շատ շնորհակալ եմ այն դպրոցին, ինչ որ անցել եմ այնտեղ, որտեղ որ ես գնացի Գերմանիա, իհարկե ինչ վերաբերում է վիրաբուժական high level-ին, երբ ինչ որ լապարասկոպիային է վերաբերվում կամ ավելի բարձր, ստեղ չէին կարող տալ ինձ, որովհետև ուղղակի չկար դա ստեղ, բայց ուղղակի որ սովորես վիրահատել, դու տարբերես հյուսվածքները ու սկսես ինքնուրույն վիրահատելը, այն բժիշկները, ում հետ ես եմ աշխատել, իրենք շատ լավ են ինձ սովորացրել, ինչը ես զգացել եմ արդեն Գերմանիայում։ Բարի, իսկ տեղափոխվելու որոշումը այ հենց այդ բժշկական high level-ին հասնելու նպատակով է եղել։ Հա, միանշանակ, միայն դա եղել։ Ես երբեք դժգոհ չեմ եղել իմ երևանյան կյանքից կամ իմ երևանյան հիվանդանոցներից, որտեղ աշխատել եմ, իմ հիվանդները միշտ պոզիտիվ են եղել, նենց տպավորություն, հա։ Շատ լավն են եղել բոլորը, հիվանդանոցները, որտեղ աշխատել եմ, ես աշխատել եմ նաև մարզերում, սեփական կամքով, ոնց որ տենց ծրագրեր կային նախարարությունում, նույնիսկ եղել եմ նոյեմբերյանում գլխավոր բժշկի ու բաժնի վարիչի համատեղությամբ վերջին 3 ամիսը մինչև գնալս, որտեղ էլի բավականին մեծ փորձ է ձեռք բերում, ինձ թվում է օրդինատուրան ավարտելուց 2 տարի հետո միանգամից նման պատասխանատվություն վերցնել, որտեղ որ համատեղությամբ նաև բուժում էինք զորամասի զինվորներին, այնտեղ բավականին հետաքրքիր անցավ շատ էլի մինչև գնալս, իհարկե ինձ առաջարկեցին մնալ, բայց իմ պլանավորված Մի հատ ներողություն, դուք որպես գինեկոլոգ չէիք աշխատում երևի, եթե զորամասի զինվորներին եք բուժում այնտեղ, ուրեմն։ Չէ, այնտեղ նենց էր, որ երբ որ մնում ես բժիշկների քանակը բավականին քիչ էր ու հերթապահում են բոլորը։
Այսինքն ամեն ինչ էի Հա, ու եթե դու հերթապահես, ես նույնիսկ, քանի իմ բախտը նույնիսկ բերեց, մենք ունեցանք գանգուեղային վնասվածքով զինվոր, ու ես, քանի որ ունեի կապերը նախարարության հետ բոլոր, ես շատ արագ կազմակերպեցի ուղղաթիռով տեղափոխում այդ զինվորի, ու երևի այնտեղի ստաֆը զարմացած էր, թե ես գինեկոլոգ ոնց կարամ տենց կապեր հաստատեմ արագ պաշտպանության նախարարության հետ ու կազմակերպեմ տվյալ զինվորի տեղափոխությունը դեպի Երևան, ու դրանից հետո նոր իմացան, որ ես նաև ռազմական բժիշկ եմ։ Մինչ այդ ոչ ոք չգիտեր, թե ինչ պատկերացնում, հետաքրքիր է։ Իսկ տեղափոխվելուց հետո դժվար չէր նոր միջավայրին հարմարվելը։ Սկիզբը միշտ շատ դժվար է։ Իհարկե ամեն ինչ սկսում է լեզվի բարիերից։ Այն որ ժողովուրդը ասում են ես C1 եմ հանձնել, TOEFL եմ հանձնել կամ եւ այլն։ Մենք բոլորս էլ գիտենք, հա, ես հիմա իհարկե անգլիախոս ժողովրդի հետ եմ շփվում, անգլիան մեզ մոտ է, շուտ ենք համատեղ կոնֆերանսներ ունենում։ Երբ որ դու լեզուն ես սովորում, դա չի նշանակում, երբ որ դու մտար հոսպիտալ ու բժիշկները արդեն իրենց սլենգով են միասին շփվում, դու կարաս 60%-ը չհասկանաս մոտավորապես։ Դե իմ փորձառությամբ կարող եմ ասել, որ հատկապես երբ ամերիկացի կամ անգլիացի բժիշկներն են իրար հետ իրենց սլենգով խոսում, որտեղ այլ երկրների, եվրոպական այլ երկրների մարդկանց խոսացածը կարծես թե մի փոքր հասկանալի է համեմատած նրանց հետ։ Եվ հետո ինչքան տևեց այդ վիճակը եւ ինչքան ռեսուրս ձեզնից վերցրեց, ինչ էր պահանջում։ Ես շատ չեմ կենտրոնացել ինչքան ռեսուրս դա ինձնից վերցրեց, որովհետեւ այն ինչ ես անում էի, ինձ դուր էր գալիս, ես զբաղվում էի գինեկոլոգիայով, ինձ այդ դուր էր գալիս, ես ամուսնացած չեմ, երեխա չունեմ, ու իմ ամբողջ էներգիան գնում է դրան, իմ բախտը այդտեղ բերեց։ Բայց որ ասեմ սկիզբը հեշտ էր, չէ, միայն սկիզբը դժվար է եղել։ Դրանից հետո երբ որ արդեն լեզվի բարիերն անցնում ես, այսինքն դու արդեն մանրունքներ ես հասկանում, սկսած հապավումներից, որոնք շատ տարբեր են, քան անգլերենում կամ ռուսերենում, որ ստեղ ես սովորել, դուրս եկած զուտ առօրյա ինչ որ գործիքների անուններից, որոնք գերմաներենը ցավոք սրտի շատ տարբեր է։ Հիմա հումորային մի բան կասեմ, ամբողջ աշխարհում սովորական ամբուլանսի անունը ամբուլանս է, բայց գերմաներեն քրանքենվագեն է, ծիծաղել բաբուր չեմ ասում, չէ։ Հիվանդների վագեն։ Շատ տարբեր է, էլի, շատ է տարբերվում այդ լեզվային բարիերը սկզբից։ Շփում ունեցել եմ Ավստրիայում։ Սկզբում այդ լեզվի բարիերը շատ հետաքրքիր է անցնում, բայց իմ բախտը բերել էր, որտեվ ես երևի երկրորդ կամ երրորդ բժիշկն էի այդ մեծ բաժնում 45 հոգանոց ու բավականին լավն էր իմ ստաֆը։ Իսկ ինչա պետք բժշկից Երևանից գնացած, որպեսզի կարողանա հիվանդանոցում աշխատանքի տեղավորվել։ Նայեք, շատ ռուսերեն մի հատ լավ արտահայտություն կա, подводные камни, հա, տենց էլ ասում երևի։ Ստորջրյա խուցեր կան շատ։ Գերմանիան շատ high level-ի վրա է ինֆորմացիոն դաշտում, բայց իրենց մոտ բյուրոկրատիան դեռ 80 թվականի վրա։ Տենց մի հատ հումոր կա նույնիսկ, հենց գերմանացիք իրենք են անում։ Եթե բժիշկը դեռ 5 էջ չի տպել ու 3 պեչատ չի դրել, ուրեմն քո բուժումը տեղ չի հասել։ Շատ մեծ է բյուրոկրատիան, ահռելի է, ես ու իրենք էլ են հումոր անում, որ ասում են, եթե գնում ես սովորական վարորդական իրավունքի քննության, քո մանկապարտեզում կողքդ նստածի մեզի քննությունը չես տվել, որտենց այդ տենց հումորներ են անում, կծիծաղեք լուրջ եմ ասի։ Հենց իրենց մասին են ասում, կամ այնտեղ appointment ստանալը այդ մեծ խնդիր է։ Դու կարող ուղղակի փորձես appointment վերցնես family doctor-ի մոտ, նույն քեզ ասեն կգաս 3 ամսից։ Կամ շտապ օգնություն զանգեք, շտապ օգնությունը եթե զգա, որ դուք այդքան էլ վատ չեք, ցես կարող ասի կարող ենք նորույն գնանք։ Շտապ օգնությունը ո՞նց է տարբերակում, վատ եք թե վատ չեք, ինչ որ տրիաժի էլեմենտներ կան այդտեղ։ Ես Հայաստանի շտապ օգնության հետ շատ եմ աշխատել, բայց այնտեղ ուղղակի հիվանդներ ընդունելու կա իհարկե,
Դրա մասին էլ շատ լավ հումոր կա, այնտեղ ասում են, որ դիսպեչերը ասում են, եթե դուք կարողանում եք խոսել, ուրեմն շատ ծանր չի ձեր վիճակը։ Բայց եթե շատ ծանր է, հիվանդը ծանր է ներկայանում, գնում է բժիշկի, եթե ոչ, գնում է սանհրահանգիչ միայն, ու ինձ հիվանդին բերում է սանհրահանգիչը, ոչ թե բժիշկը։ Պարամեդիկն է դա ինչ որ առումով, հա։ Պարամեդիկն է բերում ինձ։ Եվ հասնելուց հետո նոր դուք գնահատում եք ծանրություն, թե իրենք են գնահատում եւ անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկում։ Քայլեր ձեռնարկելու կարծում եմ, երբ որ բժիշկն է գնում, պարամեդիկը շատ բան չի կարող անել այնտեղ։ Երբեմն հիվանդին նույնիսկ բերում են ճանապարհին արդեն վատացած, բայց ոչինչ չի կարող փոխվի, որովհետեւ բժիշկը իրենց հետ չէր։ Միայն, այսինքն երևի առաջին բուժօգնություն մատուցելու հնարավորությունն են, հա, բարձր։ Բայց խիստ սահմանափակ, եթե համեմատենք Հայաստանի շտապ օգնության հետ, որտեղ Հայաստանի շտապ օգնությունը միշտ բժիշկների հետ է գնում։ Իսկ ինչ որ քննություններ հանձնել եք, որ կարողանաք այնտեղ աշխատել, թե ինչ Գերմանիայում արդեն 5 քննություն եմ հանձնել, սկսած լեզվից, հետո քննություն ես հանձնում ոնց որ մեր ավարտական բժշկական քննությունը, դրա նույն անալոգն է ուղղակի Գերմանիայում, գերմաներեն, այսինքն հա նույն վիրաբուժություն, թերապիա, մանկաբուժություն եւ բոլոր մասնագիտությունները, որոնք մեր քննության մեջ են մտնում, ուղղակի նույնը գերմաներեն։ Դրանից հետո արդեն հանձնում ես այսպես ասած ոնց որ board certification-ը Ամերիկայում, այստեղ ապրոբացիոն է կոչվում, դրա քննություն ես հասնում, հա։ Այդ քննությունն է հանձնում ու դրանից հետո արդեն հանձնում ես արձինատուրան ավարտելու քննությունը, ու այնտեղ կոչվում է Facharzt Prüfung։ Facharzt, Oberarzt։ Հա, Oberarzt-ը դա արդեն պաշտոնն է, ոնց որ ավագ բժիշկ, թե հիվանդանոցն է որոշում դուք կդառնաք Oberarzt, թե չէ։ Դրա համար քննություն չեն հանձնում։ Դրա համար ինչ է պահանջվում։ Առաջնորդության պոտենցիալ։ Հա, դրա համար պետք է վստահ լինեն, որ դուք որևէ ծառայություն կղեկավարեք, որտեղ Oberarzt-ը ավելի շուտ ծառայության ղեկավարը ինքը ինչ որ մի ոլորտի համար պատասխանատու է, այսինքն եթե ես դարձել եմ Oberarzt, իմ ոլորտի համար կարող եմ ասել, դուք պետք է լինեք կամ ծննդօգնության պատասխանատու, կամ օնկոգինեկոլոգիայի, կամ կոնսուլտացիայի, կամ կրծքային վիրաբուժության, ու քանի որ կրծքային վիրաբուժությունը մտնում է գինեկոլոգիայի սֆերայի մեջ, Գերմանիայում մենք կորցրել ենք վիրահատում, որը միայն Գերմանիայում է, մի փոքր էլ Շվեյցարիայում։ Ըստ նրա թե ինչ որ կողմի վրա է այդ հիվանդանոցը, եթե դեպի Գերմանիա է, շատ կլինիկաներ կան, որ գերմանացիներ են բժիշկները, ու իրանք այնտեղ էլ իրավունք ունեն նույն սիստեմայով աշխատել։ Շատ սիրում են աշխատել, ինչքան գիտեմ, հաշվի առնելով, որ աշխատավարձերը փոքր տարբեր են Շվեյցարիայում համեմատած գերմանական համակարգի, թե կարող ես սխալ եմ բարձր են, ավելի բարձր են Գերմանիայից, հարկերն են ավելի ցածր, ինչը շատ գայթակղիչ է գերմանացիների համար, հա։ Լյուքսեմբուրգն ու Շվեյցարիան միշտ ավելի գայթակղիչ են եղել գերմանացիների համար, ովքեր որ Facharzt ունեն հնարավորություն տեղափոխվելու, միանշանակ անում են դա։ Պարզ է։ Մի հարց էլ տամ, էլի, մի փոքր կնկարագրեք ձեր նեղ մասնագիտական ոլորտը, ինչու դա ընտրեցիք եւ ինչ եք անում այսօր դրանում։ Ես հիմա ավելի շատ զբաղվում եմ օնկոգինեկոլոգիայով, ու քանի որ Գերմանիան դա ինձ թույլ է տալիս, նաեւ robot assisted ռոբոտի ասիստենցիայով վիրահատություններով, որը Հայաստանը ցավոք սրտի դեռ չունի, հուսով եմ կունենա, ու ես մեծ հաճույքով տարբեր գոլեգաների կհավաքեմ ու կգանք այստեղ ոչ ուղղակի վիրահատելու, այլ նաև կարծում եմ մի օր կունենանք թիմ, որ կսկսի ամեն մեկը իր մասնագիտությամբ կրթել երիտասարդ սերնդին, որ ավելի արագ ձեռք բերի այն սկիլերը, որոնք կբերեն մեր բժշկության արագ զարգացմանը այստեղ, ինչի իմ նպատակներից մեկն է։ Բարձր նպատակ է։ Շատ։ Մաղթում եմ իրականացում։ Ապրեք, ես աշխատում եմ այդ ուղղությամբ, հնարավորության դեպքում իհարկե ես միշտ էլ գնում եմ
մարզեր ու եթե հնարավորություն ունեմ մի քանի անգամ արդեն կազմակերպել եմ, գնացել եմ մարզեր ու ինչքան հնարավոր է սովորեցել եմ այն ինչ ես գիտեմ։ Հրաշալի է։ Իսկ օնկոգինեկոլոգիան կոնկրետ ինչ քաղցկեղներով է հիմնականում զբաղվում եւ ինչպես է վարույթը իրականացում։ Նայեք, այստեղ շատ կարևոր է նաև բժշկության տարբերությունը Հայաստանում ու Գերմանիայում։ Հայաստանում հիմնականում դու այդ բժշկի հիվանդն ես։ Ինքն է քո համար պատասխանատու։ Գերմանիայում պատասխանատու է ամբողջ թիմը։ Ռեզիդենտը կընդունի հիվանդին, օբերաստի հետ միասին կնայեն, շեֆը համայցանելուց կստուգի ինչա կատարվում, շեֆի նկատի ունեմ head of department, նույնտեղ շեֆը, դրանից հետո հնարավոր է ավագ բժիշկի նույն օբերաստի հետ դուք վիրահատեք հիվանդին ու նորից համայնքի ժամանակ անպայման կգա բաժնի վարիչը, նորից միասին կնայեք այդ հիվանդին ու արձինատորը նույն ռեզիդենտը մինիմում 3 կարծիք կլսի իր մի հիվանդին բուժելու ընթացքում։ Որը նվազեցնում է սխալի հավանականությունը։ Ոչ միայն, նաև հիվանդի վստահությունն է շատ մեծ։ Հիվանդը տպավորություն է ստանում, որ ամբողջ թիմը իր հետ աշխատում է։ Հիվանդանոցը, որտեղ դուք աշխատում եք, մեծ է արդյոք եւ քանի բուժարու է մասնակցում։ Մայնցի համալսարանական կլինիկայի մասնաճյուղն է, Տրիերում ուսումնական կլինիկա է։ Մոտավորապես ունենք 3300 վիրահատություն տարեկան, միայն գինեկոլոգիա։ Միայն գինեկոլոգիական հիվանդանոց է, թե։ Գինեկոլոգիական, չէ, մեծ հիվանդանոց է, 24 բաժին ունի։ Վերջերս մեր հիվանդանոցում նաև տեղադրեցին առաջին արհեստական սիրտը այդ հիվանդանոցում։ Ի նկատի ունեք assist device, թե իսկապես փոխպատվաստում։ Փոխպատվաստում իսկապես, մինչև ինքը մնում է, ինձ այդպես բացատրեցին իմ գոլեգաները այնտեղ, ես կարդիոլոգիայում իհարկե ձեր նման կոմպետենտ չեմ, միանշանակ, նորմալ է դա։ Բայց ինձ բացատրեցին, որ դա կմնա մինչև մենք իրեն գտնենք դոնոր։ Okay, սա ուրեմն assist device-ի մասին է գնում խոսքը, օժանդակ սարքերի մասին է գնում խոսքը։ Շատ լավ, շնորհավորում եմ։ Իրենք չէին անում ինչ դա, բայց հիմա արդեն երևի ամեն շաբաթ մեկ վիրահատություն պլանավորել են այն մարդկանց, ովքեր սպասում էին դրան։ Սրտային անբավարարությամբ ծանր պացիենտներ։ Երբեմն դա նույնիսկ վերջնական թերապիա է դառնում, այսինքն կարիք չեն ունենում այդ պացիենտները ընդհանրապես սիրտը փոխելու, որը գիտեք, որ ամբողջ աշխարհում խնդիր է դոնորների դեֆիցիտի պատճառով։ Հաշվի առնելով, ես տրանսպլանտացիայով այդքան հետաքրքրված չէի, մինչև ունեցա ընկերուհի, ով թոքի տրանսպլանտացիայով է զբաղվում։ Հետաքրքիր է։ Ու սկսեց տրանսպլանտացիայի ինֆորմացիան սենց հոսել դեպի իմ կյանք։ Տեղզած չուզած։ Մենթապես մտած խոսույթ կա, ասում են, որ մենք մեր ամենամտերիմ 5 հոգու խառնուրդն ենք։ Շատ կարևոր միտք է, որից պետք է անպայման դասեր քաղել եւ ընտրել մեր ամենամտերիմ 5 մարդկանց, որպեսզի հանկարծ սխալ մարդկանց չնմանվենք եւ աճենք, զարգանանք, չէ՞, իմաստով է շատ կարևոր։ Միանշանակ։ Ամենից հաճախ հանդիպող հիվանդությունը, որով աշխատում եք, ո՞րն է։ Ես իմ ոլորտում հիմնականում աշխատում եմ էնդոմետրիումի քաղցկեղի, արգանդիուզիկի քաղցկեղի հետ։ Դեռ այդքան չեմ գնացել դեպի կրծքի քաղցկեղ, բայց զուտ նրա համար, որ դեռ կրծքի քաղցկեղ ռոբոտով չեն վիրահատում, իսկ ես ուզում եմ այդ կողմ ավելի գնամ։ Հիվանդները բազմազան են, իհարկե, հիվանդությունը բավականին երիտասարդացել է նույնիսկ Գերմանիայում, չնայած դա ավելի շատ հիմա վերագրում են, որ ախտորոշումն է ավելի զարգացել, ոչ թե հիվանդությունը։ Սկրինինգները երբեմն նման տհաճ side effect ունենում են։ Ինչը որ այդքան էլ չի ուրախացնում իհարկե,
Ինչ վերաբերում է սկրինինգներին, ես շատ եմ ուրախացել, որ վերջերս Երևանում էլ բավականին լավ ներդրված սկրինինգային ծրագրերը ու բավականին լավ աշխատում են։ Պապ թեստի մասին եք ասում։ Նաև պապ թեստի մասին Մամոգրաֆիկ հետազոտություն էլ կարծում եմ, թե չեմ սխալվում, արվում է 40-ից հետո շատ բայց կարևոր է, ցավոք սրտի շատ ուշ փուլերում ենք հայտնաբերում, շատ ուշ։ Երևի տարբերություն Եվրոպայի կամ արևմտյան այլ երկրների, Գերմանիայի եւ այլ երկրների, կարծում եմ ձեզ մոտ ավելի վաղ փուլերում է հայտնաբերվում եւ ավելի հաշվի առնելով 2004 թվականի հաշվի առնելով 2004 թվականի տվյալների, ինչ ես ունեմ, կարդացել եմ, մեկ անձի համար Գերմանիան այս պահին տրամադրում է 9500 եվրո, ընդհանուր առմամբ Հայաստանի տվյալները շատ ավելի փոքր են, եթե չեմ սխալվում։ Տրամադրում է բուժման համար, բուժման նպատակով, այդ մի քիչ համադրելի չի, որովհետև եթե չեմ սխալվում, Գերմանիայում միջամտությունների գները առնվազն 3-4 անգամ ավելի թանկ արժեն, չէ՞։ Երկրորդը վաղ փուլերում հաղթորոշելը բերում է նաև վիրաբուժական մասշտաբի փոքրության, եթե չեմ սխալվում։ Եվ ավելի փոքր մասշտաբը բնականաբար ավելի քիչ ծախս է ենթադրում, այս էլ կարող է մյուս կոմպոնենտը լինի, որ ֆորմուլայի մեջ խառնվի, եւ իհարկե կարծում եմ, եթե չեմ սխալվում, պատվաստանյութ կլինի եւ կկիրառվի, չէ՞, այնտեղ։ Անպայման։ Գոնե արգանդի վզիկի քաղցկեղի հետ կապված։ Շատ են խոսում այստեղ նաև կարդասիլի մասին։ Արդեն այդքան չեն խոսում։ Հիմա անում են արդեն։ Okay, շատ լավ։ Անցել է բումը։ Թողեց։ Ես չհասցրեցի հետևեմ այդ բումը։ Հա, չէ, արկա է պոլիկլինիկաներում ստանում են, ճիշտ ասած, կարծում եմ այդքան։ Հիմա ուրիշ թեմաներով ենք մենք հետաքրքրված համացանցում, չգիտեմ ինչքանով եք հետևում, բայց բարբերաբար տարբեր տեսակի հարցեր էսպես պայթում են եւ նորից մարում։ Չէ, բայց ես ուզում եմ նշեմ, որ կոնկրետ գինեկոլոգիան Հայաստանում բավականին լավ վիճակում է, եթե հաշվի առնենք մեր հնարավորությունները ու այն բժիշկները, որոնք փորձում են այստեղ կայանալ, ես համարում եմ, որ հայ բժիշկները գինեկոլոգիայում բավականին լավ առաջընթաց են անում։ Շատ հաճելի է նման կարծիք լսելը իրականում։ Այդ կուզեի մի փոքր մեր դիտորդների համար մատչելի լեզվով, որովհետև շատ են ոչ բժիշկներ էլի նաև նկարագրեք, թե ինչ է իրենից basically ինչ է ներկայացնում ռոբոտը Da Vinci-ն եւ ինչ սկզբունքով ենք աշխատում եւ ինչով է զբաղված բժիշկը այդ վիրահատության ընթացքում։ Da Vinci-ն դա պիոներն է, այսպես կասենք, այդ ռոբոտի, հիմա շատ ավելի շատ կան։ Ինչով եք դուք աշխատում։ Մենք աշխատում ենք Da Vinci-ով եւ Medbot-ով, որը Da Vinci-ի Չինաստանի եղբայրն է։ Հաճելի է, ինչպես եւ որ ամենացած ամեն ինչը։ Շատ նման է, իրար շատ նման են։ Մենք ունենք այսպես ասած հեռակառավարման վահանակ, որտեղ նստում է բժիշկը, եւ ունենք գործող մաս, որը որ իրականացնում է վիրահատությունը։ Վիրահատությունը իհարկե կարելի է անել հեռահար, վերջին անգամ ես որ փորձարկել եմ Da Vinci-ին Պիզայում, ես իմ հեռակառավարման վահանակը եղել է Իտալիայում Պիզայում, իսկ վիրահատությունը, որը կատարվել է, եղել է Շանհայում։ Այսինքն էական չի որտեղ է բժիշկը։ Եթե ուսումնասիրենք գնանք դեպի պատմություն, ինչի համար է ստեղծվել Da Vinci ընդհանրապես ռոբոտային վիրաբուժությունը, ստեղծվել է բանակի համար, ՆԱՏՕ-ի զորքերի համար, երբ որ հնարավոր չի եղել տեղափոխել հիվանդին բժշկի մոտ կամ բժշկին հիվանդի մոտ, ապա հնարավոր է եղել ուղղակի այդ վիրահատությունը հեռահար իրականացնել։ Պատրաստվել են բուժքույրեր, որոնք պատրաստել են հիվանդին վիրահատության, բժիշկը արդեն հեռահար վիրահատություն է իրականացրել։ Da Vinci-ն ամենահայտնին է երևի ռոբոտների մեջ, մենք ունենք արդեն 5-րդ սերունդը, որը շատ լավ է աշխատում, նա նույնիսկ կանխում է բժշկի ոչ կոռեկտ շարժումները վիրահատության ժամանակ։ Եթե գնանք դեպի Artificial Intelligence Healthcare, գոյություն ունեն նաև հավելածներ, որոնք ներբեռնելուց հետո դու real time կարող ես տեսնել հենց արգանդի մեջ որտեղ է քո նորագույացությունը։
ինքը հենց real time ցույց է տալիս ձեզ, թե որտեղ է քո նորագույնությունը եւ դու որ կողմից ինչքան հնարավոր է մոտ կտրված կարող ես անել ու մոտենալ քո նորագույնությանը։ Դե այդ ամենը շատ ապշեցուցիչ է հնչում իրական ոնց որ հրաշքի մասին պատմեք, բայց մի հարց ունեմ էլի, ինձ հետաքրքրում է, օքեյ, շատ հրաշալի է ամեն ինչ լավ է, բայց արդյունքների տեսանկյունից կոնվենցիոն, այսինքն դասական վիրաբուժությունը եւ ռոբոտի օգնությամբ արված վիրաբուժությունը ինչով են իրարից տարբերվում եւ որոնք են հիմնական տարբերությունները, ասենք միգուցե տևողության, միգուցե բարդությունների հավանականության հետ կապված ինսայթներ կան այստեղ։ Շատ արդիական ու շատ լավ հարց տվեցիք։ Այդ հարցը երևի հատկապես ապահովության, հա, ու ֆինանսական հարցը, որը որ հիմա երևի կարևորագույնն է համարվում ռոբոտի բժշկության մեջ, որտեղ ամեն դեպքում վիրահատությունը համ թանկարժեք է, համ պատրաստել է հիվանդին դեռ ավելի երկար։ Բայց ես ձեզ հենց կարդիոլոգիայից մի դեպք կասեմ, երևի դուք գիտեք դրա մասին, որպեսզի ռեանիմացիայում, հա, ռեանիմացիան ոնց էր, ինտենսիվ թերապիայում, որպեսզի հիվանդը արագ պատրաստվի վիրահատության, որոշել էին բժիշկները դիմեին Ֆորմուլա 1-ի պիտ ստոպի թմին։ Այդ շատ հետաքրքիր, ես չեմ լսել, բայց նմանատիպ մի համեմատական կարդիոլոգիայի, որովհետև եթե տեսնեք պիտ ստոպի էվոլյուցիան 5 վայրկյանից հիմա դարձել է 1.3 վայրկյան։ Իրենք եկել են ու տեղափոխել են շատ բաներ, հենց իրերի տեղափոխությունը, սարքավորումների, մարդկանց տեղակայումը, երբ որ գնում են դեպի ներս, ու շահել են, եթե չեմ սխալվում, 8-ից 3 րոպեն կրճատվել է։ Այսինքն իրենք 3 րոպե, որը մեծ վնասվածքների ու լուրջ առնահոսությունների ժամանակ շատ կյանքեր են փրկել։ Միանշանակ համաձայն։ Ես համարում եմ, որ մենք դեռ այդ էվոլյուցիայի մեջ ենք հենց ռոբոտային բժշկության մեջ։ Ես դեռ տարբեր կարծիքներ եմ լսում նույնիսկ լուրջ էքսպերտներից, որ սա թանկարժեք խաղալիք է, բայց տարիքով։ Երիտասարդները մի քիչ ավելի այլ կարծիք ունեն։ Դրական են տրամադրված։ Ես օրինակ, որ պահանջում է ժամանակ, ոնց որ լապարասկոպիկ բժշկությունը ժամանակին ուներ կարծիք, որ մենք 5 րոպեում որովայնը կբացենք ու կույրակ կհեռացնենք, մեզ պետք չի լապարասկոպիա։ Իսկ հիմա երևի բժիշկ չգտնեք, ով ապենդեկտոմիան անում է բաց եղանակով։ Չեք գտնի երևի։ Ну Հայաստանում որ լավ փորձենք, ինձ թվում է անպայման կգտնենք։ Մենք հիմա կարծում եմ գտնվում ենք այդ էվոլյուցիայի մեջ, երբ չէ ժամանակին լապարասկոպիան էր ավելի թանկ, քան բաց եղանակով վիրահատությունը։ Մենք սովորում ենք դեռ։ Սովորենք մի օր էլ երևի կդիմենք պիտ ստոպի մասնագետներին, որ մեզ արագացնեն մեր հիվանդի պատրաստմանը, ռոբոտի վիրահատության, ու այդ ժամանակը շատ կկրճատվի կարծում եմ։ Ես մի ընկեր ունեմ, ինքը Հյուսիսային Եվրոպա երկրներից մեկում համակարգում էր սուր ինֆարկտով պացիենտների տեղափոխությունը եւ ինքը իր թիմին առաջնորդում էր ավիացիոն անվտանգության սկզբունքներով։ Նմանատիպ մի կոնցեպտ էր ընտրել, որ ինչքան է պատահում, որ ավիացիայում բարդություններ լինեն, չէ՞ որ դա շատ հազվադեպ երևույթ է։ Այն նույն սկզբունքներով ինքը համագործակցելով, խորհուրդներ վերցնելով եւ այլն փորձում էր իր համակարգված համակարգված կիրառել այնպես, որ բարդությունների ռիսկը հասցներ շատ մինիմումի եւ իրեն աշխարհի լավագույն համալսարաններից մեկում հրավիրել են ելույթ ունենալու եւ կիսվելու իր փորձառությամբ, քանի որ Նորվեգիայից, եթե չեմ սխալվում, Նորվեգիայում շատ տարբերվող էր այդ արագությունը, անվտանգությունը եւ իրականում ի վերջո արդյունքը, outcome-ները, որովհետև ինչի ենք մենք ձգտում, այդ ամբողջ անվտանգությունը, արագությունը, ծախսարդյունավետությունը, դրանք բոլորը բաներ են, որոնք միտված են ի վերջո լավ արդյունք ստանալու համար, չէ՞ մեր պացիենտի կյանքի, առողջության կյանքի որակի։ Միանշանակ դուք ճիշտ եք, այստեղ նաև Գերմանիայում կոնկրետ կարող եմ ասել,
Գերմանիան շատ մեծ խնդիր ունի միջին բուժ պերսոնալի ապահովման համար։ Բուժ քույրերի լուրջ դեֆիցիտ կա։ Ալիսել եմ։ Շատ ու նայեք ես համոզված եմ դեռ էվոլյուցիայի մասին նույնիսկ մի քիչ ասեմ դեռ 6 ամիս առաջ նույն հիվանդի պատրաստումը եթե տևում էր 25-ից 30 րոպե մեր վերջին վիրահատությունը եթե չեմ սխալվում մոտավորապես 15 րոպե է տևել իհարկե եթե մենք ունենք շտապ վիճակ այդ 15 րոպեն շատ է մոտ 3-ից 5 րոպեում հիվանդը քնած է դու կարող ես վիրահատել եթե դու չես վիրահատում ռոբոտ բայց ես համոզված եմ որ եւս մի 6 ամիս էսպես ու մենք կհասնենք մոտավոր այդ թվերին ես այնպես ստացվել որ կարողացել եմ շատ համասարանական կլինիկաներում լինեմ Գերմանիայում եղել եմ Մայնցի համասարանական կլինիկայում եղել եմ Դուսելդորֆի համասարանական կլինիկայում եղել եմ Էսենի համասարանական կլինիկայում Էսենի համասարանական կլինիկան շատ առաջա նույնիսկ ամբողջ Գերմանիայում բավականին հենց ռոբոտի վիրաբուժության ոլորտում այնտեղ վիրահատում են եթե չեմ սխալվում արդեն 60-ից 70% արդեն ռոբոտով ելնելով այնտեղի փորձից որ ես այնտեղ էի ես հասկացա որ դե մենք չենք խոսում միայն Da Vinci-ի մասին մենք ունենք նաև այլ ռոբոտներ որոնք ավելի փոքր միջամտությունների համար են նախատեսված հատկապես ունիպորտալ մեկ մուտքով ռոբոտները որոնք ներսում ընդամենը մեկ թենիսի գնդակի տարածքից դուրս չեն գալիս այսինքն քո գործիքները որոնք դու աշխատում ես ունեք լիմֆադենեկտոմիաների ժամանակ երբ որ ես պետք է հեռացնեմ միայն հիվանդի լիմֆատիկ հանգույցները ես աշխատելու եմ այն զոնայում որտեղ մեծ անոթները ու նյարդերը շատ են ու իրենց վնասման հավանականությունը ահռելի մեծ է իսկ երբ դու վստահ ես որ քո գործիքը թենիսի գնդակի չափերից դուրս չի գալու դու ինչ ուզում ես անես ու քո հարակից հյուսվածքների վնասելու հավանականությունը մինիմալի է հասցված դու շատ ավելի վստահ ես աշխատում ու ավելի արագ Դեպքի է ինձ միշտ թվացել է թե վիրաբուժի համար ավելի կարևոր է որ տարածքը մեծ լինի աչքով տեսնի հնարավորինս ազատ տեղաշարժվի այսպես ասած դե ես սրտի վիրաբուժությունն եմ տեսել էլի ուրիշ ոչ մի փորձառություն չունեմ անկեղծ ասած բայց փաստորեն կան հակառակ իրավիճակներ երբ որ ինչքան քիչ կարողանաս տեղաշարժվել այնքան ավելի անվտանգ կլինի բուժառուի պացիենտի համար հա փաստորեն ստացվում է որ այստեղ շատ ավելի քիչ է հավանականությունը որ դու կվնասես ինչ-որ միտեղ ինչ-որ Ձեր կարծիքով Հայաստանը ինչքան հեռու է այդ ռոբոտիկ վիրաբուժություն ունենալու երազանքից եւ հնարավոր է արդյոք որոշեցի որ դա այստեղ իրականություն դառնա Ես խոսել եմ երկու հիվանդանոցի հետ անուններ չնշեմ որոնք ունեն պլաններում որ մոտակա ժամանակներում կունենան ռոբոտ ոչ միայն մեկը իմանալով երկուսը միանգամից Okay իսկ մարդկային ռեսուրսը բժիշկները ովքեր կաշխատեն դրանով Գիտեք ես կարծում եմ որ հայերը տարբերվում են գերմանացիներից իրենք նույնիսկ չեն սպասի որ ինչ որ մեկ իրենց ուղարկի սովորելու իրանք ինքնուրույն կգնան սովորեն կգտնեք ոնց որ ես ինձ ժամանակին ոչ մեկ չէր ասում ես քեզ լապարասկոպիկ վիրաբուժություն կսովորեցնեմ կամ ինչ որ մեկը կգա մեզ հեսա կսովորեցնի կարծում եմ որ հայերը կգտնեն ճանապարհ սովորելու Իհարկե շատ ավելի լավ կլինի որ այդ ամեն ինչը պետության կողմից աջակցվի լինեն պետական ծրագրեր կամ հիվանդանոցները կազմակերպեն դա եթե դրա ժամանակը գա ես կարծում եմ շատ արտասահմանում աշխատող բժիշկներ մեծ հաճույքով կդառնան կամուրջ Հայաստանի համար որպեսզի այնտեղի լավագույն մասնագետները գան ու այստեղ տրեյնինգներ կազմակերպեն մեր բժիշկների համար Ես չեմ կարծում որ դա խնդիր կլինի Շատ դրական տեսլական է երևում երևի վերջին հարցը որ մնում է սրա մեջ դա ծախսարդյունավետությունն է Թեպետ հայերը հաշվարկներ շատ չեն սիրում իմ գնահատականով իրենք սիրում են թանկարժեք վերջին
մոդելի լավագույն սարքը բերեն դնել, մի հատ մեր ժողովրդի համար, մի հատ լավ Da Vinci ունենանք, ու հետո ինչ կլինի, հա։ Հա, մենք մարքետոլոգներ ենք բոլորս Երևանում, շատ լավ ենք աշխատում այդ առումով։ Ես կարծում եմ, որ այստեղ չենք խոսի զուտ ծախսատարության մասին, հա, որովհետև ես չի անի ամեն ինչ միայն փողի համար, եթե փողով վերցնենք, մենք շատ ավելի այլ բաներ ենք անում, որոնք ավելի ծախսատար են, բայց հետագայի առումով, որպեսզի բժշկությունը մեր մոտ ավելի մեծ քայլերով առաջ գնա, մենք կարող ենք մի քիչ գումար կորցնել հիմա։ Թեկուզ եթե սկզբում մտածենք, որ մենք շատ ավելի ենք ծախսել, քան դրա կարիքը կար, բայց իմ կարծիքով, եթե մենակ ֆինանսի մասին, այսինքն եթե բժշկությունը դիտարկեինք որպես բիզնես, հա, միգուցե դա այդքան էլ ձեռնտու չլիներ այդ հիվանդանոցին կամ բժշկական համակարգին Երևանի կամ Հայաստանի, բայց եթե դիտարկենք ավելի հեռանկարային, կարծում եմ արժի։ Որքան է այդ հեռանկարը կամ ի վերջո, ասենք, կայունության համար, հա, հենց sustainability համար, չէ՞ որ կարևոր է, որպեսզի իրեն արդարացնի ներդրումը, անկախ մնացած մեր բոլոր երազանքներից ու ցանկություններից եւ ամբիցիաներից։ Ի վերջո, ամեն ինչը գալիս կանգնում է ծախսարդյունավետության փուլին, երբ որ դու պետք է որոշես այդ միջամտությունը օգտակար է թե օգտակար չի։ Այսինքն քո հիմնարկի գոյատևելու շարունակականության համար 1 հատ արեցիր, 2 հատ։ Այստեղ շատ են սիրում, օրինակ, մի հատ թանկարժեք մի բան անեն եւ հայտարարեն, որ Հայաստանում իրենք լավագույնն են ու առաջինն են արել։ Այդ սիրված կոնցեպտը եւ հաճախ կիրառվում է։ Բայց միշտ երկրորդ հարց, որ դրանից հետո մեջ առաջանում է, ինչ, ասենք թե 1-2 հատ արվեց։ Հաջորդիվ արդյոք դա կունենա իրական ազդեցություն, impact մեր հանրության վրա, թե էլի կշարունակի սահմանափակվել եզակի մարդկանց հաջողություններով եւ դրա շուրջ աղմուկով։ Ցավոք սրտի այդ տարբերակը չենք կարող բացառել Հայաստանում, բայց ես կարծում եմ, որ ճիշտ մենեջմենտի պայմաններում մենք կունենանք ավելի շատ ուսուցողական process, քան ուղղակի ինֆորմացիա, որը որ ուղղակի կտպենք ինչ-որ մեծ սոցցանցերում, որ մենք արեցինք, ուղղակի առաջ կանցնենք։ Ես շատ եմ կարևորում իհարկե հիվանդի շահերը այստեղ, հաշվի առնելով, որ ճիշտ է, եթե մենք ունենք գործիքը, դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք այն մասնագետները կամ ցուցումը, որ պետք է օգտագործենք անպայման, ինչը եթե մտածում եք Գերմանիայում լրիվ իդեալական է, ապա ոչ, այնտեղ նույնպես կարող եք գտնել բժիշկներ, ովքեր երկու ճանապարհ ունեն, կարող են անել եւ վիրաբուժությունը լապարոսկոպիկ եւ ռոբոտի հետ, բայց հիմնականում իրենք ընտրում են ռոբոտի հետ, որովհետեւ այդ գայթակղությունը շատ մեծ է, հա, շատ մեծ է։ Բայց ամեն դեպքում հենց այդ գայթակղությունը, այդ ամբիցիաները, այդ մոտիվացիան ա բերել մեր բոլոր բժշկական մեծ քայլերին, հա, որոնք որ ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք բժշկության մեջ, կարծում եմ հենց այդ էքսպերիմենտալ վիրաբուժության մեջ է գնացել։ Այդ պատճառով ես համարում եմ, որ մենք չպիտի նահանջենք մենակ ֆինանսական պատճառը առաջ դնելով, բայց դուք ճիշտ եք ասում, եթե հիվանդի շահերը այստեղ պիտի տուժեն, միանշանակ մենք պետք է որոշենք, որ առաջինը կլինեն հիվանդի շահերը, մենք կունենանք այդ outcome-ը ավելի լավ լապարոսկոպիկ եղանակով, ուրեմն պետք է վիրահատությունը արվի լապարոսկոպիկ եղանակով, իսկ եթե մենք ունենք նույն outcome-ը երկու վիրահատությունների դեպքում, ապա կարծում եմ ավելի լավ այնպես։ Դե հա, միանշանակ համամիտ եմ միշտ գիտության, ոչ միայն բժշկագիտության, այլ ընդհանրապես գիտության մեջ ձեռքբերումները եղել են ինչ-որ մի քիչ արկղից դուրս out of box մտածող մարդկանց ձգտումների, երազանքների, ռացիոնալիզմի շրջանակներում չսահմանափակվող
ամբիցիաների արդյունքում։ Ուղղակի ես փորձում էի ոնց որ ձեզ հարցեր տալ, որպեսզի պատկերացնեմ բոլոր այն քավիաթները, թակարդները, որի մեջ կարող ենք ընկնել այդ ճանապարհին, իսկ դրանք հաստատ քիչ չեն, նորարարությունները միշտ շատ տարբեր ռիսկերով են հղի։ Ես կարծում եմ, այստեղ ամենամեծ խնդիրը, որ մենք կունենանք, դա անվտանգության խնդիրն է լինելու, որովհետև ամեն դեպքում ու պատասխանատվության խնդիրը, երկրորդ խնդիրը, որ մենք կունենանք, արդյոք հիվանդը կվստահի մեզ։ Այդտեղ հանդիս եղեք։ Դա ունեինք նաև Գերմանիայում, երբ որ նոր էր սկսում այս ամենը, հիվանդը չէր վստահում ռոբոտին։ Մեր բուժառուները այնքան բարի են եւ իրանք շատ անպաշտպան են, հավատացեք։ Եվ ճիշտ բժշկի պարագայում իրենք կվստահեն, այստեղ հարցը միայն նրանում է, որ բժշկական կողմը պահպանի էթիկայի բոլոր սկզբունքները, այդ քայլերը անելու ճանապարհին։ Դրանում է հարցը։ Մի փոքր անձական հարց տանք, ինչպես է անցնում կյանքը բժիշկների Գերմանիայում, ոնց են ընդհանրապես ինչով է տարբերվում Հայաստանում բժիշկներից։ Ես մինչև Գերմանիա գնալը բավական հետաքրքրվում էի, թե ոնց են ապրում գերմանացիները ու գերմանական բժիշկները։ Եթե նայենք թվերով, դուք որ նայեք, երևի գերմանացիները ամենաշատ շրջագայող ազգն են, ամբողջ աշխարհում ամենաշատը գերմանացիներն են շրջագայում։ Օրինակ, ես նայում եի ուղղակի թվեր, դեպի գանք ռուսախոս ժողովուրդ, որ գնում ենք, Ռուսաստան, Բելարուսիա, Ուկրաինա, ես գիտեի, դե այն կողմը մոտավորապես երկիրը լքում են հանգստանալու համար 12-ից 16%-ը։ Գերմանիան լքում է 60-ից 75%։ Աշխարհ տեսած մարդիկ են։ Դա հստակ թվեր են, որոնք հենց պետությունն է ներկայացնում։ Կա հենց։ Ճիշտ է, բոլորը դա chat GPT-ով էլ կարան շատ հեշտ։ Ճիշտ է։ Բայց երբ որ գնում ես ներսում, գերմանացին շատ է աշխատում ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ինքը սպասում է իր վիկենդին։ Քանի ժամ։ Մենք մտնում ենք հիվանդանոց երևի ժամը 7-ին, 7:25 կամ 7:40 լինես վիրահատարանում, նայած հիվանդանոց, մինչև այս հիվանդանոցը մենք գնում էինք 7:30, ժամը 8-ին պետք է լինեիր արդեն վիրահատարանում ու մոտավորապես ժամը 4-ին 4:30, որը վերջին 3 ամսվա ընթացքում կլինի մութ աշխատանքից դուրս գալուց, այսինքն դու մթության մեջ գնում ես աշխատանքի, երբ մտնում ես նորից դուրս ես գալիս։ Եթե աշխատում ես այն մասնագիտությամբ, որը դու սիրում ես, երևի չէ, կարծում եմ չէ։ Բայց կան գոլեգաներ, որոնք դա համարում են որպես լուրջ թերություն։ Իսկ burnout-ը ինչպես այրման համախտանիշի հետ ընդհանրապես առնչվում է եւ ինչ է կանում այս ժամանակ։ Կարծում որ նենց է ինչպես ԱՄՆ-ում են ասում, բայց մոտենում է գնալով, որտեղ վերջերս Գերմանիայում սկսել են նաեւ փակել փոքր հիվանդանոցները, որոշել են ավելի կենտրոնացնել մեծ քաղաքներում, հետեւաբար բժիշկների ծանրաբեռնվածությունը 3 կամ 4 տարի առաջ ու հիմա բավականին փոխվել է։ Ես անձամբ դա չեմ զգում շատ, բայց կան գոլեգաներ, որոնք այդ burnout-ի խնդիրն ունեն։ Ես երբեք չէի տեսել, որ բժիշկը հակադեպրեսանտներ խմի, բայց վերջերս նաև հանդիպում եմ բժիշկների, որոնք խմում են։ Կարծում եմ ուղղակի թաքցրել են, որովհետև շատ ստրեսային է մեր մասնագիտությունը, եթե նայեք սուիցիդների դիմող մարդկանց մասնագիտությունների ցանկում, եթե չեմ ճիշտ եմ հիշում, շատ առաջին տասնյակում ենք հաստատ եւ շատ ցածր հորիզոնական ենք զբաղացնում։ Ինձ համար հետաքրքիր էր, որ հատկապես ստոմատոլոգներն են շատ սուիցիդի դիմում չէի կարող բացատրել, թե դա ինչու էր այդպես, բայց ընդհանուր առմամբ մեր մասնագիտությունը, որ կապված է անդադ ինչ-որ ռեսուրսներ տալու հետ,
Չէ՞ որ բալանս պիտի լինի էներգետիկ, այսինքն մենք անդադ տալիս ենք, բայց ստանալը հեշտ չի։ Եվ կարծում եմ այդտեղից է գալիս։ Իսկ արևի լույսը այն կարևոր էներգիան է, որից դու կարող ես օգտվել թե տրամադրության բարձրանալու եւ թե մնացած։ Եթե դուք ձեր տրամադրությունը շատ է կախված եղանակից, Իմը չէ, ապա մի ընտրեք Գերմանիան միանշանակ որպես ձեր ապագա աշխատավայր։ Ահա։ Իսկ ուր գնամ։ Պալմա դե Մայորկա։ Որտեղ գերմանացիք նույնպես շատ ավելի շատ են, չգիտեմ դուք եղել եք այնտեղ թե չէ, ես մի քանի անգամ բախտեր եմ եկել, ես նաև այնտեղ անցել եմ իմ փսիխոօնկոլոգիայի դասերը, այսինքն հիվանդների հետ հոգեբանական աշխատանք տանելու անպայման դասեր կա, որը Գերմանիայում մեր ուսուցմանը անպայման ցանկի մեջ, ես ուղղակի լավ հնարավորություն ունեցա այնտեղ հենց գերմանական ուսուցում կա, հենց գերմանացիների համար այնտեղ եմ անցել, իմ առաջին մուտքն էր Պալմա դե Մայորկա։ Պալմա դե Մայորկա եք հենց անցել։ Ու ես հասկացա, որ դա իրենց գերմանացիների 17-րդ Բունդեսլանդն է։ Շատ են այնտեղ գերմանացիները։ Ինչու՞։ Ու եթե գնում եք, այնտեղ նույնիսկ ռեստորաններում ճաշացանկի մեծամասնությունը ձեզ գերմաներենով կտան։ Համարյա բոլոր ռեստորաններում դուք ճաշացանկը կարող եք գերմաներենով ստանալ։ Ինչով է դա պայմանավորված, արդյոք արևի պակասից չի։ Հենց դրա համար այնտեղ burn-out չեն լինի հաստատ։ Իսպանացիների ապրելաոճը շատ ավելի տարբերում է գերմանացիների, նրանք ավելի շատ հայերին են նման, հանգիստ են ապրում։ Հա, միանշանակ, բայց ես ունեմ երկու իսպանացի ընկերներ, ովքեր վերջերս տեղափոխվեցին Լոնդոն աշխատանքի եւ հարցնում էի թե ինչու որոշեցի այդպես անել, ասացի որ եղանակի պատճառով կատակով բնականաբար։ Դե միշտ չի որ գիտության զարգացած լինելը, համակարգի զարգացած լինելը, աշխատավարձերի բարձր լինելը պարտադիր կերպով համընկնում է առօրյա պայմանների բարձրակարգ լինելու հետ, չէ՞։ Այսինքն կյանքը միշտ էլ ընտրությունների մասին է։ Երբ ինձ ասում են կյանքի որակ, չգիտեմ ինչի բոլորը պատկերացնում են բարձր աշխատավարձ, ես երբեք չեմ պատկերացել, որ կյանքի որակը դա միայն բարձր աշխատավարձով է սահմանափակված։ Գերմանիայում դու կարող ես ապրել ինչ-որ մի քաղաքում, որը շատ փոքր է ու քեզ շատ քիչ հնարավորություններ է տալիս, դու ունենաս շատ բարձր աշխատավարձ, բայց քո կյանքի որակը լինի շատ ցածր։ Ինչ է ձեզ համար բժիշկ Արման Զոփունյանի համար բարձր կյանքի որակով ապրելը։ Ինձ թվում է ոչ միայն իմ ամենամեծ բարձր կյանքի որակը, կարծում եմ դա ժամանակի ճիշտ տնօրինելու հնարավորությունն է, այսինքն քո ժամանակը ինչքան շատ կարողանաս քո ժամանակը դու տնօրինես, այսինքն դու կախված չլինես այլ մարդկանցից, որպեսզի տնօրինես քո ժամանակը, այնքան ավելի քո կյանքի որակը այնքան ավելի բարձր կլինի։ Ուրիշ էլ ինչ կրիտերիաներ կարող են այստեղ աշխատել։ Մնացածը ինձ թվում է ազոտ անձնական ընտանիք ընկերներ, եթե այդ ամեն ինչն ունես։ Մասնագիտական ռեալիզացիա։ Մասնագիտական ռեալիզացիան զուտ քեզնից է կախված։ Ես կարծում եմ, որ եթե դու ունես հնարավորություն ժամանակ ու համապատասխան հնարավորություն, անպայման կարող ես հասնել նրան, ինչի ուզում ես։ Իսկ եթե հնարավորություն տրվում է դեպքում ինչ անենք։ Պետք է ման գաս։ Պետք է փնտրել միջև գտնես։ Եթե չեն բացում այդ դուռը, պետք է տակես մյուս դուռը անպայման։ Այո, անպայման պարտադիր ես միանշանակ համամիտ եմ։ Եվ ամենակարևորը գլխում այդ միտքը պահելն է միջև վերջ, միջև որ հասնես այն կետին, որին որ ձգտում ես։ Ես Գերմանիա գնացել եմ COVID-ի ժամանակ ու Փարիզի օդանավակայանում, երբ որ դրել եմ տրանսֆերով Փարիզում, Փարիզի օդանավակայանի դրսի դռները փակ էին։ Ու ես որ հասա Գերմանիա Փարիզից, ինքնաթիռում ընդամենը 3 հոգի էին ու չէին հավատում, որ ինչ-որ մեկը կարող Հայաստանից հասնի այդտեղ։ Ինչ արեցիք։ Շատերը կասեն իմ բախտը բերեց, բայց ես լուրջ աշխատանք տարա, ստացա հրավեր աշխատանքի ու որոշեցի գնալ։
Խոսեցի տարբեր կլինիկաների հետ։ Իմը դժվար էր, որովհետև ես երևի ավելի ամբիցիոզ եի, ես չէի ուզում փոքր կլինիկա աշխատել։ Իմ բոլոր կլինիկաները, որտեղ աշխատել եմ, բոլորը եղել են համասարանական ու շատ մեծ։ Մինչ այդ արդեն քննությունները հանձնել էիք։ Հա, այստեղից արդեն որոշ քննություններ հանձնել էի։ Դե ինչ կարելի է շատ երկար խոսել, շնորհակալություն Արման ջան, որ մեզ հյուր եկաք այսօր, ձեր կարճ ժամանակի մեջ Հայաստանում տեղավորվեցիք եւ կարողացաք մեր հյուրը լինել։ Ավարտին մենք մի հրաշալի սովորություն ունենք, որ խնդրում ենք հյուրին մի ուղերձ կամ հղում կամ ինչ որ մի միտք կարևոր, որ ինքը կարծում է, որ մեր հանրության համար շատ կարևոր է եւ կարող է ինչ որ արժեք հանդիսանալ, հղի, եթե կա նման մի բան, սիրով կլսենք ձեզ։ Եթե ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, անպայման փոխեք, եթե չեք փոխում, ուրեմն կընդունում եք դա։ Բարեկամներ, հանձնվել նշանակում է ընդունել, երբեք չհանձնվեք, շարունակեք պայքարել ձեր գաղափարների համար, ձեր երազանքների համար, ասա էր ուղերձը մեր այսօրվա հյուրի Գերմանիայի Տրիեր քաղաքից բժիշկ գինեկոլոգ Արման Զոփունյանի կողմից։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Հիշեցնեմ, որ ձեզ հետ էր Կարդիոլաբը եւ ես Տաթևիկ Հովակիմյանը։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։